Ինչու են մարդիկ նոր վարկ վերցնում հինը փակելու համար։ Դուք կարծում եք, թե սա խելամիտ ֆինանսական քայլ է կամ իրավիճակից դուրս գալու միակ ելքը, բայց իրականում ձեր ուղեղը ձեզ ներքաշում է մի հոգեբանական թակարդի մեջ, որն անդադար խորացնում է ձեր պարտքերի ճահիճը։ Ֆինանսավարկային հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր ուղեղն ատում է պարտված լինելու կամ սխալվելու զգացողությունը։ Երբ դուք ունեք հին ծանրացած պարտք, ձեր ուղեղն անդադար ստրեսի ու տագնապի մեջ է, բայց հենց որ դուք ձևակերպում եք նոր վարկ եւ դրանով փակում հինը, ուղեղում կտրուկ արտադրվում է դոֆամին, հաճույքի հորմոն։ Դուք ստանում եք հաղթանակի եւ հարցը լուծելու կեղծ պատրանք, թեև իրականում ձեր պարտքը ոչ միտեղ չի անհետացել, այն պարզապես փոխել է իր անունն ու տոկոսադրույքը։ Սա կոչվում է էմոցիոնալ ռեֆինանսավորում։ Մարդիկ վազում են նոր վարկերի հետևից ոչ թե թվերը թեթևացնելու, այլ այդ վարկյանական հոգեբանական թեթևությունը նորից ու նորից զգալու համար։ Հիշեք, որ դուք բուժում եք ախտանիշը, բայց իրականում խորացնում եք հիվանդությունը։ Հետևիր էջին փողի հոգեբանությունը հասկանալու համար։